Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ստացել է տասնյակ միլիարդավոր դոլարների պատվերներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Զենք և ռազմական տեխնիկայի տեսակների մեծ մասն անընդհատ կատարելագործվում և արդիականացվում է, ինչը զգալիորեն բարձրացնում է դրանց մարտավարական և տեխնիկական բնութագրերը, հեռահարության, ճշգրտության և կրակի վնասի առումով։ Ռուսաստանը պահպանում է իր առաջատար դիրքը համաշխարհային զենքի շուկայում, լինելով արտահանողների հնգյակում։ Նման ցուցանիշը ևս մեկ անգամ հաստատում է արտադրվող ռազմական արտադրանքի որակը, հուսալիությունը և արդյունավետությունը։ Ռազմական գործողությունների վարման ռուսական փորձը, ներառյալ մարտավարության փոփոխությունները և սպառազինության տեխնիկական կատարելագործումն ուշադիր ուսումնասիրվում է արտերկրում։ Համաշխարհային զենքի շուկայի ապագան կայանում է առաջադեմ մշակումների, այդ թվում արհեստական բանականության կիրառման մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և նրա հիմնական ուղերձը կլինի կոչ անել դաշնակիցներին զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։ Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հիմնական ուղերձը կլինի ֆինանսական բեռի բաշխումը։ Նախագահը հստակեցրել է, որ եվրոպացի և կանադացի դաշնակիցները պետք է համապատասխանեն Միացյալ Նահանգներին պաշտպանական ծախսերի առումով, ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հռոմի Պապ Լևոն 14-ին հրավիրել է այցելել կազմակերպություն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մասնավորապես պատրաստակամություն է հայտնել զարգացնելու Միավորված ազգերի կազմակերպության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը։ Գլխավոր քարտուղարը հրավիրել է Նորին Սրբությանը այցելել Միավորված ազգերի կազմակերպություն։ Նա անհամբեր սպասում է Նորին Սրբության հետ հանդիպմանը, քննարկելու համատեղ ջանքերը մեր անհանգիստ աշխարհում ընդհանուր արժեքները առաջ մղելու համար, ասել է Հաքը։ Համբուրգի կենտրոնական կայարանում դանակով հարձակման զոհերի թիվը հասել է 12-ի, 3-ի կյանքը վտանգի տակ է, հայտնում է NDR-ը։ Հրշեջ ծառայության խոսակի խոսքով 3 մարդ ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, 3-ը լուրջ, իսկ 6-ը թեթև վնասվածքներ, հաղորդում է NDR-ը։ Ավելի վաղ Bill թերթը հայտնել էր, որ 8 մարդ վիրավորվել է, իսկ 1 կին ձերբակալվել։ Իր հերթին քաղաքային ոստիկանությունը մինչ այժմ միայն հաստատել է այն փաստը, որ կայարանում ուժեղացված ծառայություն է իրականացվում։ ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը և հույս ունի, որ այն կշարունակվի, հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի խոսակի տեղակալ Ֆարհան Հաքը։ Մենք հույս ունենք, որ ռազմագերիների փոխանակումը կշարունակվի և կդառնա իրավիճակի լիցքաթափմանն ուղղված ընդհանուր ջանքերի մի մասը, ասել է Հաքը պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Ռուսաստանը է վերադարձել ուկրաինական գերությունից 270 զինծառայող, ինչպես նաև 120 քաղաքացիական անձիկ, այդ թվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գերեվարված Կուրսկի մարզի քաղաքացիական անձանց։ Փոխարենը ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինացի 270 ռազմագերի և 120 քաղաքացիական անձ է փոխանցվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ վերադարձված ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձիկ այժմ գտնվում են Բելարուսում, և նրանց տրամադրվել է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Ռուսական կողմի նախաձեռնած լայնածավալ փոխանակումը նախատեսվում է շարունակել առաջիկա օրերին։ Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների դատավարության հերթական նիստը։ Այսօր հարձակվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու մասին։ Նա ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր բանակցել Ադրբեջանի հետ և վերջնական համաձայնության հասնել։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին։ Հիշեցնենք, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։
Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարի գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Այս մասին գրել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը, գրել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է մի շարք գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են երկրի միջուկային էներգիայի արդյունաբերության արագացմանը, այդ թվում նոր ռեակտորների համար կարգավորիչ պահանջների մեղմացմանը եւ միջուկային էներգիայի արդյունաբերության եւ պաշտպանության նախարարության միջև համագործակցության ամրապնդմանը։ Սպիտակ տան կողմից միջոցառման հերարցակման համաձայն ամերիկացի առաջնորդը Օվալաձև աշխատասենյակում կայացած արարողության ժամանակ ստորագրել է ընդհանուր առմամբ 4 փաստաթուղթ։ Մեր առաջին հրամանը վերաբերում է պաշտպանական օբյեկտների, ինչպես նաև արհեստական բանականության վրա կենտրոնացած օբյեկտների համար անհավանական քանակությամբ էներգիայի անհրաժեշտությանը։ Այս հրամանակարագասի նման օբյեկտներում մասնագիտացված միջուկային ռեակտորների հաստատումն ու ընդունումը, ասել է նա, առաջին հրամանը ստորագրելուց առաջ։ Նա նաև հավելել է, որ հրամանագիրը կստեղծի հատուկ ներկայացուցիչ պաշտոն Միացյալ Նահանգներում եւ ռազմավարություն միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը համաձայն Սիրիայի հետ գործարքներ կատարելու նոր լիցենզիայի չեղարկել է սիրիական ավիաընկերությունների, մի շարք բանկերի եւ նավագնացության ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, սակայն նշել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության հետ գործարքները շարունակում են արգելված մնալ։ Այս ընդհանուր լիցենզիան թույլ չի տալիս Ռուսաստանի Դաշնության կառավարության, Իրանի կառավարության, Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կառավարության համար կամ նրանց անունից որևէ գործարք կատարել կամ կապված լինել ապրանքների, տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման միջոցների ֆինանսավորման կամ ծառայությունների փոխանցման կամ տրամադրման հետ դեպի Իրան, Ռուսաստան կամ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունից կամ Իրանից, ասվում է լիցենզիայում։ Լիցենզիայի հավելվածում թվարկված են այն ընկերությունները, կազմակերպությունները եւ անհատները, որոնց հետ այժմ թույլատրվում են գործարքներ կատարել, այդ թվում Սիրիական արաբական ավիաուղիները, Սիրիայի առևտրային բանկը, Սիրիայի կենտրոնական բանկը, Սիրիական գազային ընկերությունը, Սիրիական նավթային ընկերությունը, Լաթակիայի նավահանգիստը, Սիրիայի էներգետիկայի նախարարությունը եւ Սիրիայի զբոսաշրջության նախարարությունը։ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի տեսլականի իրականացման առաջին քայլը Սիրիայի եւ Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների վերաբերյալ։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների հետ Սիրիայի հարաբերություններում, ասել է Ռուբիոն պետդեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց որևէ համաձայնության։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները, հաղորդում է Wall Street Journal-ը։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանն ու Միացյալ Նահանգները ավելի մեծ փոխըմբռնման են հասել Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո։ Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլն ավարտվեց առանց համաձայնության, սակայն կողմերը համաձայնեցին շարունակեն քննարկումները։ Պնդում հրատարակությունը։ ԱՄՆ-ն եւ Իրանը ձգտում են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրեր, իսկ համաձայնագրի կարևոր մանրամասները նախատեսվում է քննարկել ավելի ուշ։ Վրաստանն ամբողջությամբ արգելել է Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիներին երկրից ավտոմեքենաների արտահանումը, հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ Մենք հաստատում ենք, արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից, եղել է համապատասխան հարցի պատասխանը։ 2023 թվականին Թբիլիսին արգելել էր ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից ներմուծված մեքենաների վերարտահանումը Ռուսաստան եւ Բելարուս, այդպիսով միանալով այն պատժամիջոցներին, որոնք վերաբերում են 1.9000 խորանարդ սանտիմետրից ավելի շարժիչի ծավալ ունեցող մեքենաներին, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրական եւ հիբրիդային մեքենաներին։ Սակայն վրացական իշխանությունները չեն սահմանափակել ռուսներին եւ բելարուսներին մեքենաներ արտահանել այլ երկրներ։ Հիմա այս հնարավորությունը նրանց համար փակ է։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների խոշոր փոխանակում են իրականացրել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խոշոր գերիների փոխանակումը հենց նոր ավարտվեց։ Այն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում, շնորհավորում եմ երկու կողմերին բանակցությունների կապակցությամբ, ասել է Թրամփը։
Նա չի հստակեցրել, թե արդյոք սա փոխանակում է 1000-ի դիմաց բանաձևի հիման վրա։ Նախորդին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայից ստացել է այս բանաձևով փոխանակման պատասխան ցուցակ։ Մայիսի 23-ին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Տեղի ունեցել նախնական քննարկում 2026-ից 28 թվականների միջնաժամկետ ծախսերի եւ նախատեսվող քաղաքականությունների շուրջ։ Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչները անցած գիշեր մայիսի լույս 23-ի գիշերը հրաձգային զենքերի ձայներ են լսել։ Այս մասին հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։ Մովսեսի բնակիչները հայտնել են, որ մայիսի 23-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթի ձայներ են լսել։ Դրանցից հետո ավելի փոքր տրամաչափի զենքերի։ Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի արքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 386 դրամ։ Եվրոյի արքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 439 դրամ։ Ռուսական ռուբլու արքի առավելագույն արժեքն է 477 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 487 դրամ։ Եվրոպական երկրները հայտարարել են Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթների մասին, ներառյալ հնացած տեխնիկան եւ զինամթերքը։ ՌԻԱ Նովոստի փոխանցման մատակարարումների հիմնական մասը Ավստրալիայից շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն են եւ Բելգիայից հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն ԱՄՆ-ն դեռ չի հաստատել լրացուցիչ ռեսուրսների հատկացումը։ Ավստրալիան Ուկրաինային նվիրաբերում է 59 M1A1 Abrams տանկ, որոնք արտադրվել են 1980-ականներին եւ արդիականացվել են 1990-ականների ստանդարտներին։ Տրանսպորտային միջոցներից հանվել են տեխնիկայի մի մասը, ինչը նվազեցնում է դրանց մարտունակությունը։ Նախկինում նմանատիպ տանկերն Ուկրաինայի զինված ուժերն օգտագործել են որպես շարժական հրետանի անօդաչու թռչող սարքերի նկատմամբ խոցելիության պատճառով։ Բելգիան հատկացրել է 20 Kserber հակաօդային պաշտպանության համակարգ, 16000 փոքր զենք եւ զրահատեխնիկա 1 միլիարդ եվրո արժողությամբ։ Իտալիան մատակարարում է 155 մմ արկեր, 400 M113 զրահափոխադրիչներ եւ SAMT հակաօդային պաշտպանության համակարգեր։ Լեհաստանը կենտրոնացել է զինվորականների պատրաստման եւ մնացած խորհրդային MiG-29 կործանիչների տեղափոխման վրա։ ԱՄՆ-ն բախվում է Patriot համակարգերի պակասի, նույնիսկ ՆԱՏՕ-ի կարիքների համար։ Բանակցությունները Իսրայելից մեկ կայանք փոխանցելու շուրջ շարունակվում են, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։ Հունիսին Հյուսիսատլանտյան դաշինքը առաջին անգամ Ֆինլանդիայի տարածքից կառցակի RQ-4D Phoenix խոշոր հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Նրանց խոսքով փորձնական արձակումները տեղի կունենան մի քանի շաբաթվա ընթացքում երկրի հարավ-արևմուտքում գտնվող Պիրկալա ավիաբազայում։ Անհրաժեշտ ենթակառուցվածքները ներկայումս կառուցվում են։ Ինչպես նշվում է, ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Ֆինլանդիայի տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակելով, քանի որ դա թույլ կտա ավելի երկար թռիչքներ հյուսիսային շրջաններում, այդ թվում նորվեգական ծովում։ Ամերիկյան Northrop Grumman ընկերության կողմից արտադրվող RQ-4D Phoenix հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքի շարավիղը 16000 կիլոմետր է։ ՆԱՏՕ-ի կայքեջի տվյալներով դրանք կարող են բարձրանալ մինչև 18 կիլոմետր բարձրության եւ առանց վայրեջքի մնալ ինքնավար թռիչքի մեջ ավելի քան 30 ժամ։ RQ-4D Phoenix-ը ներկայումս տեղակայված է իտալական Սիցիլիա կղզում, բայց 2023 թվականի աշնանից սկսած դրանք պարբերաբար կմտնեն Ֆինլանդիայի օդային տարածք։ Հեռուստարադիոընկերության աղբյուրները նշել են, որ դաշինքը քննարկում է հետախուզական անօդաչու թռչող սարքերի համար երկրորդ բազա ստեղծելու հնարավորությունը, չնայած շինարարության մեկնարկի եւ բազայի հնարավոր տեղակայման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Ավելի վաղ Ֆինլանդիայի իշխանությունները Հյուսիսատլանտյան դաշինքին առաջարկել էին նման բազա տեղադրել իր տարածքում։ Ինչպես նշվեց, Պրիկալան համարվում է դրա համար ամենահարմար վայրը։ Նորվեգիան եւ Լեհաստանը նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում նախագծի նկատմամբ։
Պարագվայը, որը Հարավային Ամերիկայի միակ երկիրն է, որը ճանաչում է Թայվանը, հարթակ է առաջարկում կղզու ղեկավարության հետ ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի բանակցությունների համար։ Այս մասին The Japan Times 13-ված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Սանտիագո Պենյան։ Աշխարհում շատ տեղեր չկան, որտեղ կարող են հանդիպել Թայվանի նախագահը եւ մեր լավ ընկերները հանդիսացող այլ երկրների առաջնորդները։ Մենք պատրաստ ենք աջակցել Թայվանին եւ լինել նրա ամուր դաշնակիցը, նշել է լատինաամերիկյան պետության ղեկավարը։ Ես ԱՄՆ նախագահին ասացի, որ եթե նա երբևէ ցանկանա հանդիպել Թայվանի նախագահի հետ, կարող է դա անել Պարագվայում, հավելել է Պենյան։ Նա նաեւ նշել է, որ իր երկիրը պատրաստ է նպաստել Թայվանի եւ Ճապոնիայի միջև երկխոսությանը։ Ըստ The Japan Times-ի, Թայբեյի եւ Տոկիոյի բարձրաստիճան պաշտոնյաները մայիսին արդեն հանդիպել են Թայվանի մայրաքաղաքում գտնվող Պարագվայի դեսպանատանը։ Ուկրաինական կողմից խաղաղության համաձայնագիրը ստորագրելու օպտիմալ տարբերակը կլինի Ուկրաինայում ընտրությունների անցկացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ով ունի լեգիտիմություն Ուկրաինայի իշխանությունների շրջանում։ Գործող սահմանադրությունը նախագահն շատ մանրամասն վերլուծել է, բայց հավանաբար լավագույն տարբերակը կլինի ընտրությունների անցկացումը, ասել են լրագրողներին Հարավային Ռուսաստանի պատմական հողերը, ազգային ինքնությունը եւ ժողովուրդների ինքնորոշումը բարձր մակարդակի համաժողովի շրջանակներում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները օպերատիվ գործունեություն են իրականացնում Հունգարիայի տարածքում եւ տեղական ընդդիմությանն օգտագործում են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գաղափարն առաջ մղելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրանց հատուկ ծառայությունները Հունգարիայի տարածքում օպերատիվ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի ինչ-որ կերպ ստիպեն հունգարական կառավարությանը նման որոշում կայացնել, ասել է քաղաքական գործիչը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ուկրաինացի գործակալները փորձում են մոբիլիզացնել հունգարական ընդդիմությանը հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Խոսնակի խոսքով դրա համար Կիևը լուրջ ռեսուրսներ կգործարկի։ Ամերիկացի պաշտոնյաները դեմ են արտահայտվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու մասնակցությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ-ն հասկացնում է ռուս գործընկերներին, որ կնախընտրեն խուսափել հանդիպմանը կոշտ գծի կողմնակիցների մասնակցությունից, ինչպիսին է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորել էր Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլում, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտոնյաները շփման մեջ են ուկրաինական կողմի հետ հնարավոր բանակցությունները համակարգելու համար։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակտիվորեն հանդես է գալիս հյուսիսային հոս գազատարների դեմ ԵՄ-ի պատժամիջոցների օգտին, որպեսզի խոչընդոտի այդ ոլորտում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությանը։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Մերցն ակտիվորեն աջակցում է հյուսիսային հոսքերի նկատմամբ ԵՄ-ի առաջարկած արգելքին, փորձելով դադարեցնել գազային կապերը վերականգնելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ցանկացած փորձ։ Կանցլերը ձգտում էր ճնշել գազատարների աշխատանքի հնարավոր վերսկսման առավելությունների մասին ցանկացած ներքին բանավեճ։ Պարբերականը փոխանցում է քննարկմանը ծանոթ 3 անանուն պաշտոնյաների խոսքերը։ Բացի այդ, աղբյուրներից մեկը հայտարարել է, որ այդպիսով Մերցը ցանկանում է եվրոպականացնել հյուսիսային հոսքերի ճակատագիրը, քանի որ չի ցանկանում միայնակ բախվել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հնարավոր ճնշմանը։ Ֆինլանդիան Ռուսաստանի սահմանին սկսել է զորավարժություններ 5000 զինծառայողների մասնակցությամբ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Զորավարժությունները տեղի կունենան Գյումեն-Լաաքսոյում մայիսի 23-ից հունիսի 1-ը։ Դրանցում ներգրաված են ավելի քան 5000 զինվորականներ, այդ թվում Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, ինչպես նաեւ մոտ 700 միավոր տեխնիկա։ Ռուս պաշտոնյաները կենտրոնացած են Ստամբուլում սկսված տեխնիկական բանակցությունների անցկացման վրա, այլ ոչ թե Վատիկանում հանդիպումների, այս մասին հայտնել է Bloomberg-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Նրանցից մեկի խոսքով Մոսկվան հույս ունի, որ բանակցությունները կվերսկսվեն հենց Ստամբուլում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, սակայն չի հստակեցվել հանդիպման հնարավոր վայրը։ Պարբերականի տեղեկություններով ռուս պաշտոնյաները չեն ծրագրում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է բանակցությունների մեկնել Վատիկան կամ որևէ այլ տեղ։
Վատիկանում բանակցությունների խոչընդոտների թվում Բլումբերգը նշել է Հռոմի կաթոլիկ եւ ռուս ուղղափառ եկեղեցիների միջև բարդ հարաբերությունները, ինչպես նաեւ Իտալիայի պարտավորությունը միջազգային քրեական դատարանի առջև։ Նույնիսկ եթե այս բոլոր խոչընդոտները հաղթահարվեին, բանակցությունները հեռու են համաձայնության հասնելուց, որը կպահանջի հանդիպում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր ստորագրելու համար, պնդում է պարբերականը։ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի կարևոր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար, քան միջնորդ լինելը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ասել է միջազգային եւ անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Սաբինա Ֆիշերը։ Այս մասին հայտնում է Շպիգելը։ Նրա խոսքով Թրամփը կարող է հրաժարվել հակամարտության կարգավորման հարցում միջնորդությունից, եթե այդ գործընթացը խոչընդոտ դառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար։ Ֆիշերը հավելել է, որ ուկրաինական կողմը Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումներն ընկալում է որպես պոտենցիալ սպառնալիք։ Եվրամիության երկրները պետք է պատժամիջոցներ սահմանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ լրագրողների հետ կապված ամբողջ դաշինքի դեմ ապակայունացնող գործունեության համար։ Այս մասին հայտնել է Բերլիներ Ցեյտունգի թղթակիցը։ Նա ասել է, որ ֆոն դեր Լեյենը պետք է պատժի ենթարկվի, քանի որ նա օգտագործում է իր ուժը հասարակությունից թաքցնելու պատվաստանյութերի խարդախության մասին փաստաթղթերը։ Ավելի վաղ քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ասել էր, որ ֆոն դեր Լեյենը շատ թշնամիներ ունի Եվրամիության կառավարությունում, ուստի COVID-19-ի պատվաստանյութերի հետ կապված սկանդալը կարող է վերջնականապես փչացնել նրա հեղինակությունը։ Հնարավոր է նաև, որ նրա հրաժարականի կոչեր հնչեն։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին, սակայն ժամկետները կախված են Վատիկանին որպես միջնորդ ընդունելու Մոսկվայի պատրաստակամությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ քննարկումներ են ընթանում բանակցություններում Վատիկանի որպես պոտենցիալ հյուրընկալողի կամ միջնորդի դերի շուրջ։ Բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, թեև դա կախված է Ռուսաստանի պատրաստակամությունից մասնակցելու դրանց, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը օտարերկրյա առաջնորդների հետ իր հանդիպումները վերածել է սոված խաղերի։ CNN-ի լրագրող Սթիվեն Քոլինսոնը այսպես է մեկնաբանել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի Վաշինգտոն կատարած այցը։ Լրագրողի խոսքով օտարերկրյա առաջնորդները ԱՄՆ նախագահի սրբազան ворջ են մտնում իրենց քաջությամբ, քանի որ ասուլիսների ժամանակ նա իրեն ըմբշամարտիկի պես է պահում։ Քոլինսոնը պնդում է, որ Թրամփի մոտեցումը կարող է դիտվել որպես ԱՄՆ նոր նախագահական վարչակազմի արտաքին քաղաքականության փոխաբերություն, որը քաոսային է քաղաքականացված եւ լցված դավադրության տեսություններով։ Ռուսաստանը շահագրգռված չէ Վատիկանի ներգրավմամբ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում։ Մոսկվան նախընտրում է շարունակել անցյալ շաբաթ Ստամբուլում սկսված պատվիրակությունների հանդիպումները։ Այս մասին գրում է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ի եւ եվրոպացի առաջնորդները ձգտում են Վատիկանին Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղաղ բանակցություններ մեջ մտցնելու այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ Հռոմի Պապ Լևոն 14-ը հետաքրքրություն է հայտնել այդ գաղափարի նկատմամբ։ Նշվում է, որ ռուս պաշտոնյաները չեն ծրագրում, որ նախագահ Վլադիմիր Պուտինը այս պահին կմեկնի Վատիկան կամ որևէ այլ տեղ։ Փոխարենը ասվում է, որ Մոսկվան կենտրոնացած է մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած տեխնիկական բանակցությունների շարունակման վրա։ Արցախից բռնի տեղահանված 9451 անձ մայիսի 20-ի դրությամբ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հայտարարել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանով ստացել են Հայաստանի քաղաքացիություն, հայտնել է նա։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատգամավորներ Հայկ Ցիրունյանի եւ Հրաչյա Հակոբյանը 5 օրով գործուղվում են Բուխարեստ։ Նրանց հետ կմեկնի նաեւ ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի մասնագետ Աննա Հովակիմյանը։ Ազգային ժողովի պատգամավորները Բուխարեստում կմասնակցեն ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 32-րդ հերթական նիստի աշխատանքներին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր կարճատև արձակուրդից։ Տեսանյութում երևում է, որ ինքը, նրա տիկին Աննա Հակոբյանն ու իրենց դուստրը Ալփին արագընթաց գնացքում են։ Սերբիան որպես Եվրամիության անդամակցության թեկնածու ներկայումս կանգնած է ռազմավարական ընտրության առաջ երկիրը պետք է ընտրի որտեղ ուզում է լինել։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասը, փոխանցում է Associated Press-ը։ Սերբիան կանգնած է ռազմավարական աշխարհառազմավարական ընտրության առջև, թե որտեղ է ուզում լինել, նշել է նա։ Կալասի խոսքով Սերբիայի եվրոպական ապագան կախված կլինի այն արժեքներից, որոնք նա կպաշտպանի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Հարվարդի համալսարանից բացի այլ համալսարաններ օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելք սահմանելու հնարավորությունը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Մենք անպայման քննարկում ենք սա, թող սա նախազգուշացում լինի մյուս բոլոր համալսարանների համար։ Մաքրվեք, շեշտել է նա։ Անդրադառնալով լրագրողի հարցին, Թրամփը եւ նրա վարչակազմը բազմաթիվ հայտարարություններ են արել Հարվարդի եւ այլ հեղինակավոր ամերիկյան համալսարանների վերաբերյալ։ Իշխանությունների կարծիքով համալսարանը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների լիակատար անվտանգությունը, որոնց սպառնում են պաղեստինամետ ակտիվիստները, որոնք դեմ են Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողություններին։ ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը չեղարկել է Հարվարդին տրամադրված $60 միլիոն դաշնային դրամաշնորհները, այն պատճառով, որ այն չի կարողանում լուծել հակասեմականության, էթնիկ եւ ռասայական խտրականության հարցերը։ Եվրամիության խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ 8-րդ լսումը համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի։ Նշվում է ծրագրում։ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում երկրի ներկայացուցիչի քվեարկության իրավունքը Եվրամիության խորհրդում կասեցնելու հնարավորություն կապված ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների հետ։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիայի ձայնի իրավունքից զրկելու հարցը, Բուդապեշտի կողմից համայնքի կարևորագույն որոշումները, առաջին հերթին Ռուսաստանին վերաբերողները արգելափակելու կարողության պատճառով։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռ է արձակում եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ։ Ասվում է բանակի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել է, որ հրթիռը որսացել են։ Հութիները 2023 թվականի վերջից ի վեր հարյուրավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ վկայակոչելով Գազայի պաղեստինցի ժողովրդի հետ համելաշխությունը, որտեղ շարունակվում է Իսրայելի ռազմական գործողությունները։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա հանդիպեց Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հաջող էր։ Նախագահ Ռամաֆոսան հաջողությամբ ավարտեց աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նախագահ Թրամփի հրավերով այցի նպատակն էր վերականգնել եւ վերակենդանացնել Հարավային Աֆրիկայի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները, ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը եւ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Մայիսի 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին եւ 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։